կարևոր, ամենակարևոր առավել առարկաներից մեկը դա հավատքն է հավատացյալի համար։ Դպրոցում, մենք հավատքի դպրոցում, եկեղեցում, մենք սովորում ենք տարբեր թեմաներ, նյութեր, լսում ենք, ինչի համար ենք լսում, սովորում, որպեսզի հեշտ լինի մեզ համար, որպեսզի մենք կարողանանք գործենք ու կյանքի մեջ հեշտ լինի։ Տեսեք, Հովհաննեսը ասում է, որ հաղթումը այս աշխարհին մեր հավատքը։ Հավատքը ամենակարևոր բաներից մեկն է, որը պետք է մենք նորից ու նորից, այսպես ասեմ, յուրացնենք, այսինքն մեր մարմինը դառնա, մեր արյունը դառնա, մեր միսը դառնա։ Դրա համար մենք պետք է հավատքի ուղղությամբ նորից թեմաներ անցնենք, որովհետև արդարը ապրում անչով։ Եթե այստեղ արդարներ կան, ասեն ամեն։ Այսինքն արդարը ապրում է հավատքով։ Ինչ է հավատքը։ Եկեք նախ եւ առաջ կարդանք Աստվածաշնչից մի քանի տեղեր։ Այսօր ձեւ առանց միգուցե էմոցիաների, հա, ոնց որ կասեր մի հատ Եհովայի վկա, երբ որ հարցերեցի, վեստին ծնված ես, առանց էմոցիաների, փրփրելով, դիվարվելով։ Գիտեք, ինքը փրփրե դիվարվում է ինձ ասում, առանց էմոցիաների։ Ընդամենը հարցնում եմ, դու վերստին ծնված ես։ Չգիտեմ ինչ եմ գրել, որտեղ եմ գրել, բայց պետք է բացենք այստեղը։ Առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ։ Եթե բացես 5-րդ գլուխը, ասա գտել եմ։ Շատերը Աստվածաշնչում չգիտեն Տիմոթեոսը ով է, Տիմոթեոսը որտեղ է, Տիմոթեոսը ընդհանրապես խիագրվե։ Տիմոթեոսը Պողոս առաքյալի աշակերտն էր եւ հոգես զավակն էր։ Տիմոթեոսը առաքյալ էր, ժողովուրդ։ Տիմոթեոսը հույն էր։ Եվ ամբողջ այս թուրքական տարածքում առաքելություն էր անում եւ Եփեսոսի եկեղեցու հովիվն էր։ Առաքյալը եւ հիմնադիրն էր։ Պողոս առաքյալից ձեռնադրված։ Մի խոսքով եկեք կարդանք մի խոսք, որ Պողոս առաքյալը Տիմոթեոսին չբացեցիք այդ տեղը։ Գտաք, որ այդ տեղ կա Աստվածաշնչում։ Գիտեք, Աստվածաշնչում սես տեղեր կա, երբ որ բացում եք ոնց որ թե մի կղզի ընկնեք եւ ուրախանում եք, որ վերջապես փրկվեցիք։ Երբ որ դուք բացում եք իրականում Տիմոթեոսի նամակը, սկսում եք հասկանալ, թե ինչ ասում Պողոս առաքյալը, թե ինչպես պետք է ինքը վարվի եկեղեցու մեջ։ Եկեղեցու կառավարումը ինչպես պետք է ինքը կատարի։ Եվ նայեք հետաքրքիր մի բան ասում 8-րդ խոսքը։ Եթե մեկը իրեններին ու մանավանդ իր ընտանիքի համար հոգ չտանի, նա հավատքը ուրացել է եւ անհավատից էլ գեշն է ինքը։ Կապ չունի դա տղամարդ է թե կին է։ Եթե ինքը իր ընտանիքի համար չի հոգ տանում, ես խոսում եմ, ասա իմ ընտանիքի։ Չի ասում ուրիշի ընտանիքի։ Ով լսեց։ Չգիտեմ դուք Աստծո ոնց եք կարդում, բայց Աստծո միանշանակ մեզ ասում է իր ընտանիքի եւ իրենների համար ինքը պետք է հոգ տանի, որովհետեւ եթե չի անում այդ բանը ինքը անհավատից էլ գեշ է, թեպետև կարող է լինել հավատացյալ։ Սա լավ է, չէ՞։ Այսինքն ինքը ով է, այս մարդը ով է, որ իր ընտանիքի համար հոգ չի տանում, ինքը անհավատից պետար է, հավատք չունի այսինքն։ Ինքը ով է ըստ Աստվածաշնչի, ինքը Աստծո խոսքի համաձայն հեթանոս է համարվում։ Ինքը հեթանոս է։ Հեթանոսը նա է, որ Աստված չունի, ժողովուրդ։ Ինքը ունի կուրքեր, ինքը հեթանոս է։ Ինքը պաշտում է ուրիշ բաների։ Եվ սրա մասին Պողոս առաքյալը չգիտեմ թե խի ասում, որ ինքը հավատք չունի։ Բայց դու ասում ես, որ ես վերստին ծնվել եմ եւ հավատք ունեմ, որովհետեւ Հռոմեացիների 12:3 ասում է, որ ամեն մեկին Աստված բաժանել է հավատքը չափով։ Եվ դու ոնց ես ասում, որ ես հավատք չունեմ։ Սա ես չեմ ասում, սա Պողոս առաքյալն ասում, եւ սա Աստծո խոսքն ասում, որ ինքը անհավատից էլ բեթար է։
Ասա իմ տունը, իմ ընտանիքը։ Ես պետք է հոգ տանամ իմ ընտանիքի համար։ Ասա իմ կնոջ համար, չեմ լսում ձեզ։ Եվ իմ ամուսնու համար, չեմ լսում ձեզ։ Ասա ձեռք չի տալիս։ Ընտանեկան ռազմորգեքը տանը։ Սա իրականություն է, ժողովուրդ։ Սա իրականություն է։ Ով լսեց։ Ով լսեց։ Ով հասկանում ինչի մասին է խոսքը։ Դեռ ես չեմ խոսում, դեռ ուղղակի սա ներածությունը։ Դեռ կարայս դեռ մի ժամ գնայս ներածությունը։ Ասա ես պետք է հավատացյալ լինեմ։ Ես չգիտեմ խի այս շափանիշը դրված Աստվածաշնչում։ Օրինակ ես չգիտեմ, բայց հասկանում եմ, որ պատճառ ունի։ Հասկանում եմ, որ պատճառ ունի։ Երկրորդ Տիմոթեոսի 4-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Գալիս ենք հավատքի մի այլ ֆազայի վրա։ Առաջինը ասում է, որ եթե մեկը հոգ չի տանում իր ընտանիքի համար, ինքը անհավատից էլ բետար է եւ հավատքն էլ ուրացել է իր։ 4-րդ գլուխ 7-րդ խոսք գրված է բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Սրանից հետո կա եւ մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի ատուցի ինձ այն օրը։ Հավատքը պահեցի, պատերազմս պատերազմեցի, հավատքս պահեցի։ Այսինքն հավատքը Պողոս առաքյալն ասում է, որ պատերազմ է։ Հավատքի կյանք ապրելը դա պայքարի կյանք է։ Դրա համար Պողոս առաքյալը պատական չի ասում, որ մեկը եթե հոգ չի անում իր ընտանիքի համար, ինքը անհավատ է, որովհետև հավատքը դա պայքար, ասեք պայքար։ Այսինքն դու չես կարա այսօր հավատաս, մյուս օրը չհավատաս, սաղ տարին չհավատաս եւ տարվա մեջ մի 3 օր ուզենաս հավատալ, հետո նորից չհավատալ, այսինքն հավատքի կյանքը պայքարի կյանք է։ Հավատքը պահեցի, հասկանում եք։ Ուղղակի ասում է, ես պահեցի նրան եւ ունեցա լիքը պայքարներ։ Հավատքի պատերազմ վարեցի։ Ով է լսում։ Ով է ինձ հետ այսօր։ Հասկանում ենք, որ սա կարևոր բան է, որովհետև ես ասում եմ, ինչ է հավատքը ինձ համար հավատքը նախ եւ առաջ պայքար է։ Ապրել հավատքի կյանք դա նշանակում է ամեն օր ունենալ պայքարներ։ Ամեն օր պայքարել եւ ամեն օր հավատալ եւ կռվել հոգեվոր աշխարհում։ Որովհետև մեր պատերազմը գիտենք, որ մարմնավոր չի, մարմնի զենքերով չի, արյան եւ մարմնի դեմ չի, այլ հոգեվոր է մեր պատերազմը։ Եվ այստեղ երրորդ տեղը, որ ես պետք է կարդամ, Հռոմեացիների 3-րդ գլուխն է։ Ասեք հավատք։ Ասեք, որ սա բարդ գիտություն է, ոնց որ կասեր ընկեր Պապյանը։ Ես կարոզեցի իրան մի ժամ եւ ինքը լսելուց հետո ասեց դա հավատքը բարդ գիտություն է։ Գիտեք, վերեսնին ծնված մարդու համար հավատքը չպետք է լինի բարդ գիտություն։ Հավատքը պետք է լինի իր կյանքը։ Հավատքը պետք է լինի քո կյանքը։ Հավատքը պետք է լինի քո թթվածինը, քո շնչառությունը։ Հավատքը պետք է լինի այն առարկան նյութը, դասագիրքը, դասը, որ ամեն օր պետք է դրված լինի քո օրակարգի մեջ։ Եվ դու ամեն օր պետք է արթնանաս եւ որոշում կայացնես, որ ես այսօր պետք է ապրեմ հավատքով։ Ասա ես, ասեք ես, հավատք ունեմ։ Եվ նրանով պետք է ապրեմ ամեն օր։ Այսինքն չի կարող լինել այսպես, որ դու ունես հավատք, բայց այսօր դու չես ուզում ապրել հավատքով։ Դա նման է, որ դու չես ուզում գնաս աշխատանքի։ Դա նման է, որ դու չես ուզում քո աշխատանքը կատարել։ Դա նման է, որ դու քո առօրյա գործերը չես ուզում անես, եւ մի քիչ քեզ, այսպես ասած, ռասլաբուխա ես թույլ տալի։ Քեզ ասում ես մի քիչ թուլացրա եւ երկրորդ օրն ես թուլացնում, երրորդ օրն ես թուլացնում, հայտնաբերում ես, որ ցուլությունը արդեն քո տանն է։ Որովհետեւ հավատքով ապրելը դա նշանակում է վերցնել բահը եւ սկսել աշխատել։
Վերցնել կացինը եւ սկսել աշխատել։ Ով լսեց։ Հավատքը ամեն օր կարիք ունի աշխատելու։ Հավատքը ամեն օր կարիք ունի գործելու։ Մի երեխա ասում ամեն։ Հավատքը դա նայա, որ պետք է ամեն օր աշխատի եւ պայքարի։ Մի պատկերացնում եք, դուք քնած եք։ Դուք քնած եք եւ ձեզանից մեկը երազա տեսնեմ։ Վեր եք գնում ու ինչ եք ասում։ Ինչ լավ երազ էր, չէ՞։ Ծույլի ցանկությունը է ձևա, էրնակ իսկական լիներ։ Գախնիկ կա, որ ես դեռ չեմ բացում, հմիկ, երազի ուղղությամբ։ Որովհետև այս հարցը ձև հարց դարձավ։ Հիշում եք մի ժամանակ, այս հարցը ձև դարձավ երազների։ Բայց սրան տեղն է դնում Աստված։ Լավ, եկեք շարունակենք Հռոմեացի 3-րդ գլուխ, բացել եք, չէ՞։ Ստեղ մի ամբողջ կոնտեքստ կա, բայց եկեք ամբողջ կոնտեքստը չկարդամ, կարդամ մի խոսքից։ Լավ, ամբողջ կոնտեքստը կարդամ։ 21-րդ խոսքից։ Ուղղակի ձեր ժամանակն է գնում, դուք վրազելու եք տուն գնաք։ Ասա այսօր տուն գնալ չկա։ Այսօր ես հավատքով նստած եմ ստեղ։ Ես հավատքով լսում եմ։ Հալելույա։ Բայց հիմա առանց օրենքի 21-րդ խոսքը։ Աստծո արդարությունը հայտնվել է, թեև օրենքը եւ մարգարեները վկայում են, թե Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքից է, բոլոր հավատացյալների վրա, թեպետ դու մի կարդում եմ չես հասկանում ինչի մասին է խոսքը։ Քանզի խտրություն չկա, որովհետև ամենքը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Բայց նրա շնորհքով եւ Հիսուս Քրիստոսով եղած փրկությունով մենք արդարանում ենք ձրի, որը Աստված նախապես սահմանել է քավություն լինելու, եթե նրա արյանը հավատանք։ Այս եղավ ապացուցելու համար, այս բառն է հիշեք ապացույց բառը, ապացուցելու համար Աստծո արդարությունը, քանզի Աստված իր երկայնամտությամբ նախապես ջնջել էր մեր գործած մեղքերը։ Այսինքն իր արդարությունը այն ժամանակի մեջ ցույց տալու համար, որովհետև ինքը արդար լինելու եւ արդարացնի Հիսուսին հավատացողին։ Ուրեմն ուր մնաց բարձենալը, խափանվեց, որ օրենքից, գործերի օրենքից, ոչ, ապա հավատքի օրենքից, որովհետև համարում ենք, թե մարդը հավատքով է արդարանում, լսում եք, մարդը ինչով արդարանում, հավատքով առանց օրենքի գործերի, միթե Աստված միայն հրեաներին եւ հեթանոսներին չէ, այո, հեթանոսներին էլ է, որովհետև Աստված մեկ է, թլպատությունն էլ հավատքով է արդարանում եւ անթլպատությունն է գրված է նույն հավատքով։ Ուստի մենք հավատքով օրենքն ենք խափանում հիմա քավլիցի, ապա օրենքն ենք հաստատում։ Այստեղ մի խոսք կա, որը նորից եմ ուզում կարդամ, որը պետքա կարդայի, դա 27-րդ խոսքն է, եւ ասում է ուրեմն ուր մնաց բարձենալը, խափանվեցավ, որ օրենքից, գործերի օրենքից, չէ ասում, ապա հավատքի օրենքից։ Ուշադրություն դարձնենք բանալի խոսքին։ Հավատքի օրենքից։ Պողոս առաքյալը ասում է, որ մարդը, որը մեղանչել էր, հիմա կարող է արդարանալ, եթե հավատա Հիսուսի արյանը։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե հավատա, ուղղակի հավատա, մարդիկ ասում են, ես հավատում եմ։ Այնով չի հավատում, որ սա վերացական օդում բան է։ Ես հավատք եմ սովորացնում, որովհետև այստեղ մեզ բոլորիս կարևոր է հասկանանք, որ մարդիկ ասում են, ես հավատում եմ, դու գնեմ ու միամիտ ասում ես, ինքը հավատում է, գիտես։ Բայց ինչին է հավատում, պարզ չի, հստակ չի, օբյեկտիվություն չկա։ Կոնկրետ Պողոս առաքյալն ասում է, եթե նրա արյանը հավատան, որովհետև բոլորը մեղք են գործել եւ ոչ մեկ չի կարող արդարանա իր ուժերով, իր խելքով, իր գործերով, որևէ մի գործ, որ ինքը կարող անի, ինքը չի կարող արդարանա Աստծո առաջ։ Մարդիկ մտածում են, որ այս անեմ, սրան լավություն անեմ, նրա հավին կշաչացեմ, ինքը կփրկվի ուղղակի։ Փրկությունը ուղիղ կապված է մեր Տիրոջ զոհի հետ։
Եվ նրա արյան հետ է կապված, եթե հավատանք նրա արյանը նա մեզ կարդարացնի։ Եվ մեզ այդ հավատքը կոչվում է արդարություն, որ մենք հավատում ենք, որ Տերը Հիսուսին նաև հարություն է տվել։ Եվ նրա արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից գրված է։ Բայց այստեղ ասում է որ օրենքից, որովհետև շատ օրենքներ կա, եւ այստեղ Պողոս առաքյալը մի օրենք է մեջ բերում եւ ասում է հավատքի օրենքից։ Ուրեմն հավատքը դա օրենք է ժողովուրդ։ Ասեք օրենք է։ Ֆիզիկան շատ օրենքներ ունի, ճիշտ է։ Ձգողականության օրենքը մենք գիտենք, ճիշտ է։ Որովհետև մենք գիտենք, որ եթե վերևից ընկնենք, մենք ուղղակի ջարդուփշուր կլնենք, որովհետև ձգողականության օրենք կա։ Այսինքն նաև գոյություն ունի հավատքի օրենք, որով մարդը կարող է փրկվել։ Ոչ թե ուղղակի հավատ, այլ հավատ կոնկրետ խոսքին, որի մասին ասում է նրա արյանը հավատալու։ Որովհետև երբ որ դու սկսում ես հավատալ, որ Աստված նրա մեռելներից հարություն է տվել, նա ոչ միայն զոհվել է, նա ոչ միայն մեռել է, նա ոչ միայն խաչվել է, ոչ միայն գերեզման է դրվել, ապա հարություն էլ է առել։ Եվ միայն այդ կաշխատի, երբ որ դու հավատաս այդ օրենքին։ Շատերը ասում են, ես հավատում եմ, մեր պապ, միանգամից ասում են, իմ տատերը, իմ պապերը, մեր հայրերը գնում են մատուր։ Մատուրը մեկին չի փրկե։ Մայրս ասում էր, մենք գնում ենք խաչերը պաչում ենք, մոմ ենք վարում, ասում եմ դրանցից ոչ մեկ չի փրկվել։ Եվ դրանով ոչ մեկ չի փրկվում։ Օրեր առաջ մենք ներկա ենք մեր թաղման էսև արարողության քահանան տերտերը։ Ես մի հատ արտահայտություն արեց, որ այս զավակն էր հայ ազգի զավակ էր։ Ինչ-որ տենց բաներ, հետո մի հատ ցնցող հայտարարություն արեց։ Ասեց, քանի որ ինքը ծառայում էր ազգին, շտապ օգնության վարորդ էր, փրկում էր մարդկանց կյանքերը։ Ասի երանի, թե շտապ օգնության մեքենա քշելով դու փրկված լինես մարդ։ Եվ ինքը հիմա տեղափոխվել է, այսինքն Աստծո արքայություն։ Եթե այսպես լիներ, պաշարնիկները փրկված են։ Եթե այսպես լինի, այս գործերով լինի, բոլոր ոստիկանները փրկված են։ Զորքը փրկված է։ Պետական բոլոր կառույցների մարդիկ փրկված են, որովհետև նրանք ծառայում են ազգին եւ ազգը նվեր բաներն անեմ։ Հասկանում եք։ Բոլոր կազմակերպությունները, հեկաները, որոնք բարեգործություններ են անում, ֆինանսական, նյութական, օժանդակություններ են անում, բոլորը փրկված կլինեն։ Ոչ մեկ օրենքի գործերով չի կարող փրկվել եւ մանավանդ այն օրենքի, թե ինքը ուզում է դրան կատարելով փրկվի։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ գոյություն ունի մի ուրիշ օրենք եւ դա հավատքի օրենքն է։ Հավատքը օրենք է, եւ դուք չգիտեք ինչի մասին եմ դեռ խոսում։ Ասեք հավատքը օրենք է։ Ես ուզում եմ օրենք բառը քո ժամանակակից մտածելակերպի մեջ ջարդեմ էսև։ Դա սկզբունքն է։ Հավատքը սկզբունք է։ Հավատքը բանալի է ժողովուրդ։ Որպեսզի ես ու դու շատ չչարչարվենք այս բանը հասկանալու համար։ Եկեք նայենք, որ հավատքը դա սկզբունք է։ Գիտեք, գոյություն ունի հարաբերություններ, ճիշտ է։ Բայց գոյություն ունի սկզբունք։ Սկզբունքը ավելի կարևոր է, քան հարաբերությունները, որովհետև մենք հավատքի սկզբունքով ենք արդարանում։ Որովհետև արդարը հավատքով է փրկվում։ Դեռ շատ բան կա ասելու։ Սա նկարագրում ենք ասելով, որովհետև գոյություն ունի արժեքներ եւ գոյություն ունի հավատքի արժեքներ, հիմունքներ։ Նայեք, սա բանալի է, որը բացում է դռներ։ Աստված հավատքը մեզ տվել է մի պատճառով, որպեսզի մենք կարողանանք մուտք ունենալ դեպի Աստծո արժեքները, դեպի Աստծո խոստումները,
դեպի փրկությունը եւ հավիտենական կյանքը։ Ոչ մեկ չի գնում երկինք առանց հավատքի։ Ով ալսում։ Ով ալսում ժողովուրդ։ Արդարը փրկվում է հավատքով։ Հավատացյալն է արդարանում հավատքի միջոցով։ Հավատքը օրենք է, հոգևոր օրենք։ Այս խոսքի թարգմանությունը սկզբունքն է։ Սկզբունք, շատ կարևոր է սկզբունքը։ Գիտեք, կարող են սկզբունքներ փոխվել վերաբերմունքների պատճառով։ Բայց վերաբերմունքները պետք է թողնել եւ սկզբունքով ապրել։ Իմ նկատմամբ այս վերաբերմունքը եղավ։ Դու պետք է ապրես հավատքով։ Իմ նկատմամբ էլ ալինում։ Ու շատ ալինում։ Ու վերջի սեմեստրում շատ վերաբերմունքներ եղել։ Բայց հավատքը պետք է մնա նույն տեղում։ Հավատքը պետք է մնա սկզբունք։ Լսում եք։ Հնարավոր է քո վերաբերմունքները փոխվի սկզբունքների նկատմամբ, բայց սկզբունքները չի փոխվում, որ դու այդ ձև վերաբերմունք ունես։ Օրինակ սկզբունք ասեմ, 2-ին գումարած 2, ինչքան ուզում ես մտածի 9 չի դառնա։ Ինչքան ուզում ես վերաբերմունքդ փոխի դրա նկատմամբ։ Ինչքան ուզում ես դու լավը մտածես, չէ՞։ Նա լինում է 4։ Օրենքա դա, ճիշտ է, մաթեմատիկական օրենքա, որ 2-ին գումարած 2 հավասար է 4։ 9 չի դառնում։ Եթե շիզոֆրենիա չկա, նորմալ է։ Սա սկզբունքա, ճիշտ է։ Ասեք սկզբունքը, հարաբերություններից կարևոր է։ Ամ ինչքան էլ ուզում ես քո խաթեր ասեմ 9։ Ինչքան ուզում ես քո պատճառով ասեմ 9, ես քեզ ուզենամ հաճելի լինեմ, ասեմ 9։ Մարդը փրկվում է հավատքի օրենքով, այսինքն հավատքի սկզբունքով։ Եվ ուրիշ ձևով փրկություն չկա։ Չկա ուրիշ ձև փրկություն։ Եվ սա է փրկությունը, որ Հռոմեացիների 10:10-ում ասում է, սրտով հավատում է արդարանալու համար, փրկվելու համար, բերանով խոստովանում է արդարանալու համար։ Սա հավատքի սկզբունքն է, ժողովուրդ, սա չի փոխվի։ Հիմա ոնց ուզում ես դու հավատա, ոնց ուզում ես մտածի, հավատքի օրենքը սա է, սրտով հավատում է փրկվելու համար։ Բայց դա քիչ է, սրտով հավատում եմ ես, Գառնո ջան։ Ինձ երբ որ մեկ ես բան են ասում, ուզում են համոզացնեն, որ 4 չի 9։ Իմ խաթեր ասա 9 բալա։ Ոչ, դա 9 չի, սրտով հավատում է, հասկանում եք փրկվելու համար, բայց պետք է իր բերանով խոստովանի, որ արդարացնի Աստված իրան։ Ես հավատում եմ իմ մտքի մեջ։ Ինչքան մարդ կա, որ սիրահարվել է կյանքում երբեք, ստեղ մարդ կա, որ սիրահարվել է։ Ես 3 հոգի եք սիրահարվել։ Այս սաղ կեղծավոր են, Մելան ջան։ Ոչ մեկ չի սիրահարվել։ Չեմ ասում ինչ-որ մարդու վրա մենակ, կարող լիքը բաների վրա սիրահարվել, կարող ձեզ վրա սիրահարվել, չեք սիրահարվել ձեզ վրա, հայլում ասում է, և չկա մեկը քեզ պես, և չկա մեկը քեզ պես, հետո հասկանում է, որ իրան ասում է ինձ պես, արդեն, ոչ մեկ չի սիրահարվել, պաստորեն, հա? Ով ալսում, ես մորացա, թե ինչ պտի ասեի, որովհետև դուք ենքամ կաշկանդված եք, ենքամ ձիք եք, ձիք։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ հավատքը որպես սկզբունք այդպիսին է, ինքը բացում է դռներ, ինքը բանալի է, ինքը բացում է դռներ։ Իրեք ես է բան ասեմ, որ կարակ ես ցնցի մի քիչ, Կորոս ասես, ոնց ես խոսում, դու թե բան չկա։ Ասեք հավատքը դա ամենակարևոր բանն է։ Դու ասում ես մի րոպե։ Հավատքը չի ամենակարևորը։ Դու ես ասում դա, ես չեմ ասում, ես տեն չեմ մտածում։ Դու ասում ես, որն է ամենակարևորը, սերն է։ Սերն է ամենակարևորը։ Ուզում եմ մի բան ասել սիրո մասին։ Գիտեք որտեղ է գրված սիրո մասին Աստվածաշնչում։
Հուշեք, տեղից ասեք, տեղեր ասեք։ Հիշեցին, Հովհաննես 3:16, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց, ով ա լսում էս բառը, որ տվեց, ով ա լսում, Աստված սիրեց, չէ՞։ Չէ, եկեք խոսանք ժողովուրդ, որովհետև ձեր մեջ մութ հարցեր ա մնում, ու հետո ասում եք, դու սխալ ես խոսում, որովհետև հավատքը չի կարող որ սերն ա կարևոր սերը։ Ուզում եմ մի քիչ սիրո մասին պատկերացում կազմեք ընդհանրապես։ Հավատքը գործում է սիրո։ Գաղատացիների 5-րդ գլուխն է։ Լսեք, մի բան ասեմ ձեզ։ Ուրեմն Կորինթացիների 12-րդ գլխը, 13-րդ գլխը եւ 14-րդ գլխը։ Այս 3 գլուխները մի բան ասեմ մեզ։ Հենց ամենաուղիղ խաչմերուկը մեջտեղը սիրո մասին արդ այս 3-ն են մնում հույս, հավատք եւ սեր, եւ սրանցից ամենամեծը սերն է։ Լսեցիք։ Բայց ես չասեցի, որ սերը մեծ չի, ասեցի ամենակարևորը հավատքն է։ Ով լսեց։ Չի գրված, որ ամենակարևորը սերն է։ Հեյ! Ասա խի։ Խի, էլի տենց եղավ, խի տենց եղավ։ Աստվածաբանություն շուր եկավ գլխի վրա։ Այն տարին, որ 97 թվականն էր, ես որոշեցի, որ 1 տարի ես պետք է նվիրվեմ ամբողջությամբ հավատք թեմային։ Երկրորդ տարին որոշեցի, որ պետք է ամբողջությամբ նվիրվեմ սիրո թեմային։ Եվ երրորդ տարին պետք է որոշեմ, որ ամբողջությամբ նվիրվեմ եւ ուսումնասիրեմ ինչա շնորհքը։ Այս 3 թեմաները 3 տարիների մեջ ուսումնասիրել եմ ամեն օր, ժողովուրդ, ամեն օր։ Եվ ես լավ գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Դրա համար գրված է ոչ թե սերն ամենակարևորը, ապա ամենամեծն է սերը։ Ամենակարևորը հավատքն է, ժողովուրդ։ Ոչ մեկ սիրով չի փրկվում։ Բոլորը փրկվում են հավատքի միջոցով։ Չի գրված, որ սիրով է փրկվում մարդը։ Գրված է հավատքով է փրկվում։ Քեզ սիրով փրկել Աստված։ Բայց դու հավատքով ես փրկվում։ Ով է լսում։ Որովհետև Կորինթացիների 12-ում գրված է, որ մարմինը բարեխառնել Աստված։ Եվ քթին իր տեղն ա դրե, աչքին իր տեղն ա դրե, պորտին էլ իր տեղն ա դրե։ Եվ դու ոչ մեկի պորտ էլ չես կարա տեղը դնես, որովհետև Աստված ա դրե պորտի իր տեղը։ Սա գլխից ասեմ, որպեսզի ոչ մեկ չմտածի, թե կարա պորտը տեղը դնի։ Սա մոնտաժի ենթակա չի, Լիլիթ ջան, հերիքա կտրտես ես գյոզալ թեման է։ Երկրորդ տեղը գրված է, որ 13-ում գրված է սերը, ամենամեծագույնն է։ 14-րդ գլխում գրված է պարգևների մասին, որովհետև այդ եկեղեցում, Կորինթոսում կար ահավոր անկարգունակ վիճակ։ Պարգևների վերաբերյալ, ծառայությունների վերաբերյալ, պարգևների դրսևորման, գործողությունների վերաբերյալ։ Եվ Պողոս առաքյալը ինչի է սերը մեջտեղում դնում, որպեսզի բալանս բերի, որովհետև սերը, ասեք սերը, սա հիշեք, ինքը մոտիվատոր է։ Սերը մոտիվացնում է մարմնի բարեխառնությունը եւ պարգևները իրար հետ մոտիվացնում է որպեսզի մարմնում գործի ամեն բան կարգ ու կանոնով։ Ասեք սերը մոտիվատոր է։ Որովհետև Աստված այնպես սիրեց։ Ժողովուրդ Աստված այնպես սիրեց, ինչպես սիրեց։ Ինչ ասերը, ես քեզ սիրում եմ, հեքա սապիկի պես այդ բառը ասեք, ես քեզ սիրում եմ, ապացուցի։ Երբ որ մեկին ասում ես սիրում եմ, ապացուցիր։ Որ մեկը ձեզ ասի սիրում եմ, ասա հեքիաթներ պատմես, ապացուցիր։ Սերը ապացուցելու կարիք ունի եւ Աստված այնպես սիրեց, որ ինչ արեց, ապացուցեց, տվեց։ Այսինքն իմ մոտիվը սա է, որ ես քեզ սիրում եմ, տալիս եմ։
Ով լսեց։ Հիմա սիրում եք, թե չեք սիրում։ Զգում եք, որ սերը արդեն թիլացավ։ Ով հասկանում ինչի մասին է խոսքը։ Սա ուժեղ է, որովհետև Աստծո սերը մոտիվացնում է։ Ով ինչ խոսում է, ինքը կոտրած քթալի մեջ մեջ անգնում ու ասում է շարժարիթը կարևոր, շարժարիթը։ Հետաքրքիր է ինքը հասկանում է ինչ ասում։ Մոտիվները, բայց ինչի մասին է խոսում։ Տիրոջ առաջ եմ ասում, թե ինքը հասկանա ամոթ ինձ։ Սերը ինքը մոտիվացիա է տալիս։ Սերը ինքը շարժարիթ է տալիս։ Դա է իմ ամբիցիան։ Աստված նայում է, թե ոչ թե ինչ ես անում, այլ խի ես անում։ Ինքը մոտիվը տա ստուգում։ Ինքը ստուգում է քո սերը, քո սիրո դրդապատճառն է ստուգում, քո անելիքն է ստուգում, թե խի արեցիր այդ բանը։ Մի արձանացեք, խնդրում եմ, շարժվեք լա, ոսկրանում է ձեր մկաները, շարժվեք, մի բան արեք։ Հալելույա։ Բայց հավատքը ամենակարևորն է, որովհետև եթե դուք ունենաք միայն սեր, ասեք միայն սեր։ Եվ ուխտ։ Ուխտը գիտեք, չէ՞ ինչ է։ Սա մտածին, թե ինչ են գրել։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը ուխտի մասին է։ Մի բան ասեմ, հեսա դրամայլ ինձ կքննադատ են ընդեղ, բանեմ, YouTube-նեի այլեքմ։ Նոր կտակարան ունենք մենք, այդ նոր ուխտ է գրված, ոչ, դա չի նոր ուխտը։ Դա չի նոր ուխտը, որ դու կարդում եք ավետարանները, ոչ։ Ուխտը դա Տիրոջ արյան հետ է կապված։ Դա է նոր ուխտը, որ ինքը արեց եւ ասեց նոր ուխտ եմ անում։ Հասկանում եք, ուխտում եմ ձեզ տալ ինչ։ Թագավորություն։ Դա է ուխտը, ժողովուրդ։ Ով է լսում։ Դու նոր կտական կարդում ես, ասում ես, բանը, ես նոր ուխտի հավատացյալ եմ։ Ես հին ուխտը չեմ կարդում։ Դու հին ուխտն է պետք է կարդաս, նոր ուխտն է պետք է կարդաս, որ քեզ համար է հին ու։ Ես չգիտեմ, ով է գրել հին ու նոր ուխտեր։ Ես չգիտեմ, սա մարդիկ են այս, Աստված չի գրել այսպես բաներ։ Այլ նոր ուխտ եմ տալիս ցես, որ դուք ոչ թե օրենքով, այլ հավատքով կարաք փրկվեք, եթե նրա արյանը հավատաք։ Եթե նրա արյանը հավատաք։ Ահա իմ արյունը խմեք, ասեց Տերը։ Իմ արյունը խմեք, այստեղ եկեղեցում խմում են ու ասում գինի խմեցի, գինին էս լավը չէ։ Կներեք, ես գինի չեմ խմում։ Ես խմում եմ այդ որպես Տիրոջ արյունը։ Սա արեք, ասեց, եւ սա է իմ արյունը։ Սա է իմ մարմինը, սա ոչ թե հաց է։ Ինչ լավ հաց է մեկն մեծ կտրեց ուտելով գնվատուն։ Հարցը շատ ու քիչ ուտելու եւ շատ ու քիչ խմելու մեջ չի, որովհետեւ Պողոս Արաքյանն ասում է որոշներն է եկեղեցում հարբում են։ Կամ խմում են, որ հարբում են։ Այս Էլմիրա ջան, լա շատ լցր այս բաժակները, ինչ չրտ բան է, ինձ ինչ պետք է ասի։ Մի մեծ կտոր է հաց ա, տանից էլ սոված է եկե։ Մինը սոված ա մնը, մինը կուշտ ա գնում ստեղից։ Մինը հարբած ա գնում, մինը լուրջ ա գնում ստեղից։ Դրա համար է որպեսի մենք ստեղ չգանք մտածենք, թե եկել ենք խմելու եւ ուտելու, այլ մենք հաղորդակցում ենք նրա արյան եւ մարմնի հետ։ Ահա ես թագավորություն եմ ուխտել տալ ձեզ։ Եվ սրա սկզբունքը, օրենքը այս թագավորությունը ստանալու համար տվել եմ նաեւ հավատք։ Այսինքն բոլոր խոստումները եւ օրհնությունները կապված են ուխտի հետ։ Եթե դու ունես սեր եւ ուխտ, դու կընկնես ներքև, բայց եթե դու ունես հավատք, սերն էլ կգործի եւ ուխտն էլ կկատարվի։ Որովհետեւ ասո բոլոր խոստումները հավատքով է մարդը ստանում։ Հավատքով է արդար ապրում։ Հավատքով է բացում դռները, հավատքով է մտնում այնտեղ, հավատքով է խոսում իր տան համար, հավատքով է խոսում իր մեքենայի համար, հավատքով է խոսում իր ֆինանսների համար, հավատքով է խոսում իր կյանքի համար, հավատքով է խոսում իր ճակատագրի համար, եւ ինքը ստանում է այն ուխտի համաձայն, որ գրված է, որովհետեւ նրա մեջ է բոլոր օրհնությունները։
Աստծո խոսքը, որը մեզ տրվել է որպես խոստմունք, ահա դա է ուխտը։ Եվ ամենամեծը հավատքն է։ Հավատքն է ակտիվացնում Աստծո բոլոր օրհնությունները։ Սա ներածություն է, գիտեք։ Սա ներածություն է։ Դեռ ներածություն է։ Չկա, հասկանում եք սա այս կարևոր բան։ Ես ինչքան հասկանում եմ, սրանից կարևոր բան չկա, որ հավատացյալը պետք է ապրի հավատքով։ Հավատք չունես, հավատքդ քիչ է, այն լամպուշկեն վառվում է, բանի վրա, տաբլոյի վրա, բենզինի կարմիր լույսը վառում է, չեկի լույսը վառում է, հասկանում եք շատերի մոտ չեկի լույսը վառում է, գիտեք խի, որովհետև չկա օբյեկտիվություն, այս սկզբունքը չի գործում հավատքի, չկա կոնկրետ հիմք, չունեն հիմք, հավատալու ինչ-որ մի բանի, որը գրված է Աստծո խոսքում։ Դու կարդում ես, ասում ես, սա իմ մասին է, սա իմ համար է, սա ինձ է ասում։ Այստեղ գրված է, որ ծառաներ տեսա, որ ձիերով են քայլում, շարժվում։ Իշխաններ տեսա, որ հետնյոտ են քայլում, սա մեղք է։ Այստեղ քո մեքենայի մասին է գրված, որ դու չես վերցրել։ Լսում եք։ Եվ դուք պետք է խոսաք սրա մասին, որովհետև դու հետնյոտը չպետք է քայլես։ Ուզում ես հափշտակվելով քայլի, ուզում ես խալի վրա թռի, մի ձև մի բան արա։ Հավատա այդ խոսքին։ Հավատա այդ խոսքին։ Խոստմունքը քոնն է եւ քո զավակներինն է։ Խոստմունքը քոնն է եւ քո զավակներինն է։ Հրճակի իրանց վրա խոստմունքները։ Հայտարարի իրանց վրա խոստմունքները։ Ես չեմ տեսնում դա։ Իմ ձայնը կարգավորում է, անցած կիրակին փախ չմեր ձայննալ այս։ Լսեք, մենք ստեղ միշտ նստած ենք, հետաքրքիր բան է տեղի ունենում։ Կատարվում է դա եւ շատերը ուրա։ Կատարվում է դա, դու հասկանաս չհասկանաս, դա կատարվում է։ Գիտեք, հաճախականության ալիքներ կան, որ անցնում են հենց իմ այս դահլիճի միջով։ Եվ նրանք երկու բան են անում, ֆունկցիա են անում, հաճախականությունը բերում է իրանց, եւ իրանք անցնում են այստեղով, միգուցե սենց, չգիտեմ, տարբեր ձևերով են գնում։ Որովհետեւ ինչ որ մի ռադիոստանցիայից վիշկից է ձև ասեմ, հերուստավիշկից, հաճախականությունը արձակում է ալիքներ, ճիշտ է, եւ նրա այդ գալիս է երկու բան, կադրեր եւ ձայն, որը այստեղ նստածներից ոչ մեկս ոչ տեսնում ենք, ոչ լսում ենք։ Մի մարդ կա ստեղ, որ կարա ասի, ես չեմ տեսնում, ուրեմն չեմ հավատում դա։ Մարդիկ հավատացյալներ ասում են, ես չեմ տեսնում, ասում են, ես չեմ հավատում։ Աստված աներևույթ է, ապրում է աներևույթ սվերան ոլորտը։ Եվ դա Աստված է, որ իր խոսքի միջոցով իր հաճախականությունը արձակում է եւ երբ որ դու սկսում ես կարդալ նրան կամ նայել նրան, դու սկսում ես ստանալ պատկերներ եւ ձայներ։ Միշտ դու ստեղ նստած ես, քո սերիալը ստեղից վարի է գնում։ Սերիալ նայողներ կա, չէ՞, սերիալը վարի է գնում, սերից գնում է։ Դու ոչ տեսնում ես, ոչ լսում ես, բայց եթե հատուկ են կառոպկեն, որ տելևիզորա կոչում միացնես, դու կստանաս պատկեր եւ ձայն։ Որպեսզի հավատքը կարողանա կադրը եւ ձայնը տեղը բերի, դու պետք է սկսես որսալ այդ հաճախականությունները խոսքի միջոցով։ Եվ այդ ժամանակ դու կունենաս ամբողջ ֆիլմը։ Դուք ունենաս ամբողջ պատկերը, դու կլսես եւ դու նրան կտեսնես ամենագեղեցիկ տեսքի մեջ։ Ով ալսեմ։ Հովանեսը կղզում էր, հայտնության գրքեմ, պատմոս ասված կղզում, Քրիստոսի հալածանքների եւ չարչարանքներին հաղորդակից լինելով ասում է, ես Հովանեսս, կիրակի էր դա, տերունական օր էր, միա ծառայության պաշտամունքի օր էր, դա տիրոջ օրն էր, կիրակի էր, Եզև ասաց, ես եղա գտնվեցի հոգու մեջ եւ լսեցի եւ տեսա, շրջվեցի տեսա, թե ով է խոսում, իմ հետևից խոսացողը փողի նման հնչյուններով էր խոսում էր եւ դա աուս արսափ էր տարածում, դա զարզանդացնող ձայն էր եւ երբ որ շրջվեց լսելու եւ տեսավ Հիսուսին մեռելի պես ընկավ նրա ոտքերի տակ, դա որ դու չես տեսնում, չես լսում, դա չի նշանակում, որ ստեղ չկա այդ բանը։ Դա կա այդ բանը։
If որ դու ասում ես, ես տեսնում եմ միլիոն դրամ դոլար։ Արդյոք ասում ուրա։ Միշտ դու ասում ես, ես տեսնում եմ այս բանը, մարդիկ ասում են, ուրա, ասում ես, լսեցի այդ բան։ Մարդիկ ասում են, այդ ոնց ես է լսում։ Հավատքը սկզբունք է, որ որսում է հաճախականությունը, խոսմունքները։ Եվ սկսում է հավատալ դրան, որովհետև լսում է դա իր սրտի մեջ։ Դա տեսնում է իր աչքերով, հավատքը տեսնում է, հավատքը լսում է ժողովուրդ։ Երբ որ ես հավատք եմ խոսում, իմ հավատքը ավելի է պայթում, իսկ որոշները ասում են, իմ հավատքը ընկնում է այս հավատքի մասին լսում է։ Չի ընկնում, դու ուղղակի ընդեղ ես, ներքև ես։ Դու հայտնաբերում ես, որ ընդեղ ես, դու պետք է բարձրանաս, դու պետք է կերակրես քո հավատքը, դու պետք է լսնես քո հավատքը, դու պետք է բացես այս խոսքը ու ասես, սա ինձ համար է գրված, ինչպես հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, սա հետաքրքիր է։ Սկսեք լսնել, կերակրել, հետո մտածեք դրա մասին, նորից մտածեք դրա մասին, հավատքը գալիս է, ես մտածում եմ, հավատքը գալիս է, ես նորից եմ մտածում, հավատքը գալիս է, ես գնում եմ ինչ-որ միտեղ և ասում հավատքը գալիս է, և իշի այն դասերը, որ դու դպրոցում անցնում էիր, երբ որ տարական դասան էիր, մի էզև օրենք էիք անցնեմ, որ մեքենան և մարդը ժամում ով քանի կիլոմետր արագությամբ է գալիս եւ ով որտեղ կհայտնվի որոշ ժամանակում։ Երբ որ ես լսում եմ, ասում եմ, ես գնում եմ, բայց ասում եմ հավատքը գալիս է։ Հավատքը կարա ավելի ակտիվ գալ եւ ավելի շուտ գալ, քան դու տեղ կհասնես, որովհետեւ երբ որ դու լսում ես իրան, ինքը գալիս է։ Հավատքը գալիս է, որ դու լսում ես, որովհետեւ նրա օքին քո մեջ է։ Երբ որ դու լսում ես, հավատքի օքին ասում է, գալիս է հավատքը։ Գալիս է։ Հավատքը գալիս է։ Ալելույա Իսուս, դեր սա ներածությունը, սերը մոտիվատոր է, հավատքը ակտիվատոր է, հավատքն է ակտիվացնում Աստծո բոլոր խոստումքները, և չկա քեզ նման, փառք ես Իսուս, Աստծո թագավորությունը, ակտիվանում է հավատքով։ Աստծո թագավորության զորությունը գալիս է հավատքով։ Ով ալսում։ Դուք պետք է ապրեք հավատքով, թե չէ։ Վանետն ասում է, այս 2 ամիսա դու հիվանդ ես։ Չես հոգևոր չես թուլանում, չես ընկնում։ Ասում խի, ասում է, դե որ չես աղոթում։ Ասում եմ, ով ասե, որ հավատքը գալիս աղոթելով։ Մեկն ասեց, ես ինչ լավ է չենք աղոթել։ Ոչ, ես տես բան չասեցի։ Մեկը ասեց, այս ինչ լավ է, որ կարանք հավատանք, բայց չաղոթենք։ Այդ նման է, որ դու ուտում ես ու չես խմում։ Լսեցիք։ Մարդ կա չէ, հաց ուտելուց ջուր է խմեմ։ Լսում եք, դուք պետք է աղոթեք նաև։ Չի գրված, որ հավատքը գալիս է եկեղեցի գալով։ Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելով, Աստծո ձայնը, Աստծո ռեման լսելով է գալիս։ Եկող կիրակիստի թունդ ալնելու։ Ինչ կերել եք խառնելու է հովիշան։ Լավ գինի է բերեմ, թունդ գինի։ Ընդեղ գրադուսները ուժեղացել է բլագավեշենցք։ Ava լսում։ Հավատքը ակտիվատոր է։ Սերը մոտիվատոր է։ Սերը միշտ մոտիվացնում է, դու չես կարող միշտ ապրես մոտիվներով։ Դու պետք է նաև ապրես հավատքով։ Ես չեմ ասում, որ սերը պետք չի։ Մենք բոլորս ունենք տեխնիկա տները։ Անցած շաբաթ ես խոսացի Սուրյաններին տանք մեզ մասին, իրանց հարազատներից մարդիկ։ Մենք ունենք տեխնիկա, էլեկտրոնիկա, մենք ունենք հեռախոսներ, սմարթֆոններ, iPhone-ներ, մենք ունենք, չէ՞, կոմպյուտերներ, ունենք նոթբուքներ, ունենք
Չգիտեմ ինչեր էլի։ Այն փոք iPad-ներ ունենք։ Եվ բոլորը թանկ են։ Ճիշտ է։ Մի iPhone-ը ինչ կարժենա, թազա iPhone։ Մի $1000։ Շատ։ Դե Հիսուս։ Հիմարության։ Էկրանս մեծ է լի, տելևիզիս էկրան ենքան մեծ է կինոթեատր։ Խալատենիկը սենսորն է, գնում եմ իրա մոտ կանգնում ասեմ սիմսիմատ կրոյս է։ Եվ նա բացում է իրա դռները։ Հասկանում եք սեն տեխնիկա։ Պիլասոս, թազա պիլասոս։ Հրաշքներ անեմ։ Երբ որ տունը բորկանում, տենում ու բորկի բան չկա, գնում է փողոցներն ասկսում ու բորկան։ Ես մի հատ կլոր բան է։ Թազա պիլասոսը, թազա փոշեցծիչը։ Կուլ է։ Էդ էլ հետո ասեցին, որովհետև մտածեցին, որ դա ճիշտ կլինի։ Հետո երբ որ տեսնում է ոչ մի ուրիշ մաքրելու բան չկա, գնում է թղ կանգնում է իր կարոպկի մեջ։ Ես լսել եմ այդ բանի մասին։ Միգուցե իրական է, միգուցե ոչ, գիտեմ։ Ինչեր կա աշխարհում։ Ամեն բան աշխատում է այսօր թվային ձևով։ Եվ տեխնիկան աշխատում է ինչ որ մի բան կա, որ ես կասեմ, սա հետաքրքիր է։ Երբ որ հոսանքը դադարում է, ամեն ինչ փլվում է։ Երբ որ հավատքը դադարում է, ամեն ինչ քանդվում է։ Հավատքը այդ հոսանքն է, որ միացնում է եւ սկսում ամեն ինչ աշխատել։ Ամեն բաները սկսում են բարին գործակից դառնալ։ Նրանց համար ովքեր սիրում են Տիրոջը։ Ամենակարևորը որն է ստեղ պիլասոսը։ Ամենակարևորը ստեղ iPhone-ն է։ Դու սենց հպարտացա, ոնց են հպարտ, ցույց են տալիս, որ իրանք ունեն թափանցիկ iPhone։ Թափանցիկ iPhone։ Աղջիկը շոկի ենթարկեց ամբողջ համացանցը։ Նրա ձեռքին տեսան թափանցիկ գուպի iPhone-ը, որը ոչ մի բան չուներ, վեր ինքը թափանցիկ էր։ Թող լույսերը անջատվի դրա, ժամանակ խոսանք, սև օրը վրա կհասնի, էկրանդ կմթնի, տելևիզորդ կհանգչի, սիմսիմ откройся, больше не откроется, ամեն ինչ կդադարի, երաժշտությունը կդադարի, ով ալսում, ով հասկանում ինչի մասին է խոսքը, սա ուժեղ է ժողովուրդ, քանիսն է ժամը, մի 20 րոպե էլի, հա? Մի 20 րոպե էլ, ստեղ 160 կիլոմետր եկել ատքամ հետագրալ, կողա 20 րոպե վայեք ես ստեղ հավաքվե։ Ալելույա։ Հավատքն ակտիվացնում ամեն ինչին, ինչ Աստված ունի, նա միայն քեզ հավատքով է հասանելի։ Փողով չի հասանելի, փողով ոչ մեկ չի փրկվի։ Ոչ մեկ չի կարող փրկագին տալ ուրիշների համար։ Անկամ իր կյանքը, իր մարմինը այրվելու է դա, եթե հավատքը չգործի իր կյանքի մեջ։ Եվ սերը չգործի, մեկը մոտիվացնելով, մեկը ակտիվացնելով։ Դա կարևոր է ժողովուրդ։ Սատանան չի պայքարում, որ դու եկեղեցի ես գալի։ Սատանան պայքարում է, երբ որ դու որ սասես բանը, սրա դեմ է պայքարելու, որ դու հավատք չունենաս։ Հիսուս հարցրեց ուր է ձեր հավատքը։ Հիսուս հարցրեց ուր է քո հավատքը։ Գիտեք Հիսուսի հետ շարժվեք, տեսեք, որ ինքը մի բան է ձեզ մենակ ասելու, մի վախենա, միայն հավատա։ Հիսուս չի ասել, մի վախենա, միայն սիրիր, միայն դու աղոթք արա։ Ասեց հավատա, հավատա։ Այն մարդուն ասեց, մի վախենա, քո աղջիկդ ողջ է, մի վախենա։ Հասկանում եք, Հիսուսը աշակերտներին մտավ, տունն ու ցխեց, ասեց ուր է ձեր հավատքը։ Նրանց անհավատության համար հանդիմանեց լերան վրա անգամ, այլ հափշտակությունը, իր վերջի խոսքերը եւ աշակերտներին մոտենալով նրանց հանդիմանեց նրանց անհավատության համար։
Հիսուս միայն հավատքի մասին է խոսալու մեզ։ Ուրա քո հավատքը։ Արդյոք մարդի որդին գա այս աշխարհ երկրորդ անգամ։ Հավատքը գտնելու երկրի վրա։ Հավատ գտնելու է երկրի վրա։ Հայրոսը հավատք ուներ եւ կորցրեց ճանապարհը եւ Հիսուս ասեց՝ մի վախենա։ Մենք գնում ենք հավատա աղջիկս, մի վախենա։ Մի վախենա, մի վախենա, մի վախենա։ Աշակերտներն ասում են՝ հավատացեք։ Թոմաս, հավատացյալ եղիր։ Տեսեք, չի ասում ուրիշ բաներ։ Չի ասում այ քիչ աղոթեցիք, այ քիչ աղոթեցիք, թերահավատներ։ Այսպես բան ասես, թերահավատներ։ Շատ բաներ կան քեզև, հավատքի մասին խոսան։ Մենք մեզ կարիք ունենք ուժեղացնենք հավատքը։ Իսկ ուժեղանում են հավատքով, երբ որ հավատքի խոսք են ուտում են հավատքի խոսքը։ Լցնում են։ Ես լսում եմ, գնում եմ ասում, հավատքը գալիս է, հավատքը գալիս է։ Հետո ասում լավ, ինչ է հավատքը։ Հավատքը սկզբունք է, որ դու կարող ես հավատքով ակտիվացնել այդ բաները։ Կսկսի ֆինանսները գալ, կսկսի օրհնություններ գալ, կսկսի հրաշքներ գալ, կսկսի փոխվել, իրավիճակը կսկսի քո 4 կողքը փոխվել։ Դու կհայտնվես այնտեղ միայն հավատքով։ Դու այնտեղ չես հայտնվի ծանոթի միջոցով, դու կարող ես հայտնվել այնտեղ հավատքի միջոցով։ Միայն հավատա եւ մի վախենա։ Եթե Սատան գիտի, եթե հավատացյալը սկսեց որսալ հավատքը, դա իր համար վատ է լինելու։ Որովհետև մինչև այդ ինքը կարա քեզ կանգնացնի։ Բայց երբ որ դու որսացիր, թե ինչ հավատքը, դա իրան տրորելու է։ Դա գնացքի պես իրա վրով անց է կենալու։ Եվ դան կոչում են հավատք։ Մեր հավատքն է, որ հաղթում աշխարհին։ Սատանան պարտված է կամ քո ոտքերի տակ միայն հավատքի միջոցով։ Հավատացյալները, ասեք հավատացյալները, մղձավանջ են սատանայի համար։ Հավատք ունեցող մարդիկ դրանք աուսարսափ են սատանայի համար։ Ոչինչ չկա, որ հավատքի ուժից մեծ լինի եւ կարենա կանգնացնի հավատքը։ Հավատքը գլորվող քար է սատանայի վրա։ Հավատքը լոկոմոտիվ է, որ վրա է թանում սատանային։ Տեսնում եք ժամանակ առ ժամանակ գնացքը կովերին խփեց, ոչխարներին խփեց, մարդ ակնկա, որին կանգնացրեց։ Որը կանգնացեց այդ գնացքին, ոչ մեկ, ինքը սրբելով գնում է։ Ասեք հավատք։ Ասա պետք է ինձ հավատք։ Ասա ինձ պետք է հավատք։ Ես ունեմ, բայց դա ինձ պետք է։ Տեսել եք մարդիկ գալիս են մեկի տուն, ասում են, ինձ մի հատ էս ինչ բանը տուր էլի։ Ֆենդ մի հատ տուր էլի։ Բայց այդ ֆենդ քեզ պետք է։ Կես ժամ հետո, թե հաջորդ օրը դա պետք է քեզ այդ ֆենը, ճիշտ է։ Ես ախպերներին չեմ ասում, կարող ախպերներ կան ֆենում են ինպես։ Բայց պետք է, չէ։ Դու քո հավատքը երբեք չես տա ուրիշին։ Դեմա Աստված ամեն մեկից տվել է հավատք։ Որպեսզի դու սրանից հավատք չուզես։ Դու քո հավատքն ունես։ Դու արդարացած ես եւ արդարը իր հավատքով, իր Ակո հավատքն եմ ուզում։ Քո հավատ, դու ունես հավատք։ Իմ ու քո հավատքը նույն ձևի է։ Մանանեխի հատիկի պես է։ Քո հավատքն էլ, իմ հավատքն էլ, նա հավատքն է, նրա հավատք։ Սաղից հավատքը եկեք հանենք ցույց տանք, էլի իրար նման է, այդ նոմանա օրությունցուքունը մեծ է, այդ աչքի խապուսի, обман зрения։ Չէ, նույնն է։ Ֆանտոմն է դա նույնն է, նույն մանանեխի հատման։ Տեսել եք, չէ՞, հիշում եք այն չորեքշաբթի ինչ է ասում, որ մի բուր մանանեխ բերեմ ստեղ, բերեմ, գնամ բերեմ մի կիրակի, չասեմ ինչ պետք է անեմ, բայց մի ասեմ ինչ պետք է անեմ, որովհետև չեմ բերել։ Մի բուր մանանեխ եմ բերել, ամեն մեկին մի հատիկ տալիս եմ, ամեն մեկին մի հատիկ տալիս եմ, ես ձև մի հատիկ տալիս եմ, ով սաղին տվեցի, մի քիչ սրա մասին իլուստրացիա եմ անում, մանանեխի,
Հեմիկ ժամանակը եկե որ հավաքեմ ձեզանից։ Մեկ ասում, վայ կորավ։ Որ եմ գավ ջոջոգի, կորցրեց այդ հատիկը։ Շատերը կորցնում են իրանց հավատքը։ Երբ որ Տերը իրանց հավատքը տալիս, խելք բաժանելուց որտեղ էինք։ Հավատք բաժանելուց դու ներկա էր, բայց ուր է։ Կորցրիք ձեր հավատքը։ Դուք պետք է հետ տաք դա։ Դուք պետք է հետ տաք այդ հավատքը։ Իրան գործերով։ Ինքը պետք է մեծանա, շատանա եւ գործի։ Եվ ինքը պետք է արդյունքներ բերի եւ դու պետք է վերադարձնես։ Հալելույա։ Դու պետք է ապացուցես քո հավատքը։ Նա եկավ ծառի մոտ եւ ուզեցավ ուտել եւ չկար եւ անիծեց նրան։ Եվ աշակերտները հաջորդ օր ասում են՝ «Իո, էս ի՞նչ է կատարվե»։ Ասեց՝ հավատք ունեցեք Աստծո։ Աստծո հավատք, Աստծո վրա հավատք։ Եվ ձեզ դժվար բան չի լինելու։ Եթե մանանեխի չափ հավատք ունենայիք, կարող եք ասել, ասա ինձ պետք է հավատք։ Ես ունեմ, բայց նրան չեմ օգտագործում, կամ կորցրել եմ արդեն։ Ես պետք է նրան օգտագործեմ, որպեսզի նա աճի։ Նրան պետք է ցանեմ հողի մեջ։ Նրան պետք է ցանեմ իմ սրտի մեջ։ Նրան պետք է ջրեմ իմ սրտի մեջ։ Նրան պետք է կերակրեմ իմ սրտի մեջ։ Նրան պետք է ավելացնեմ իմ սրտի մեջ։ Ահա հավատքը։ Եվ ստեղ մթնոլորտ կա հավատքի։ Ստեղ հավատքի մթնոլորտ կա։ Ստեղ հավատքի հոգի կա։ Ստեղ օծություն կա հավատքի։ Հավատքը իշխանությամբ է գործում, ժողովուրդ։ Հավատքը սիրով է գործում, բայց ձեզ պետք է ավելացնեք նրան։ Եվ նրա ավելանալու ընթացքում դուք կտեսնեք, որ գալիս է համարձակություն, գալիս է իշխանություն, գալիս է մեծություն, դուք կզգաք բարձր ամեն ինչի վրա։ Բաների վրա բարձր կզգաք ձեզ, իրավիճակների վրա բարձր կզգաք։ Շունն ու կատուն, Հովհաննես Թումանյան, հավատքի բացակայություն, որ հավատքը կա, էլ ամուսնի մեջ էլ չկա շունն ու կատու։ Ով չհասկացավ, ոչինչ, մինչև մյուս կիրակի տեղ կհասնի։ Իրար ուտում են, որովհետև հավատք չկա։ Եվ որովհետև շունն ու կատու է։ Չէ, խոսալու եմ ժողովուրդ։ Պետք է ինձ, ասա պետք է։ Գիտեք, դա դու չես մենակ ասում, որ պետք է, դա ես էլ եմ ասում պետք է։ Դա ես էլ չեմ մենակ ասում, դա Տերն էլ ասում, որ պետք է։ Պետք է։ Ասեք պետք է։ Դա Տերն էլ ասում, ժողովուրդ, եկեղեցի, դա Տերն էլ ասում։ Եկեք բացենք մի տեղ, որ հասկանանք, որ պետք է, ասեք պետք է։ Այո, դուք ճիշտ եք ասում։ Բացեք Եբրայեցիներ, ոնց կան Եբրայեցիներ չբացենք։ Հավատքի թանգարան։ Հալելույա։ Փառք ես Հիսուս։ Ո՞վ է բան հասկանում ժողովուրդ։ Ինչ հավատք է, ինչի համար պետք է հավատքը։ Որքան կարևոր հավատքը։ Քո տանը ինչ ունենաս, չունենաս, հավատքը պետք է ունենաս։ Աղ կունենաս, աղ չես ունենա, յուղ կունենաս, յուղ չես ունենա, հաց կունենաս, հաց չես ունենա, փող կունենաս, փող չես ունենա, խելք կունենաս, խելք չես ունենա, քեզ հավատքը պետք է քո տան մեջ։ Ասա պետք է հավատքը։ Եկեղեցի պետք է հավատքը։ Մենք պետք է հավատացյալ դառնանք, թե չէ վերջապես։ Հալելույա։ Սա սեղ պայթում է ժողովուրդ։ Զգում եմ դա պայթում է։ Մյուս կիրակի, բայն մյուս կիրակի, բա հետո դալշը, միջև եզև տարվա վերջ։ Փառք ես, իմ հավատքը խոսում է, իմ հավատքը լսում է, իմ հավատքը տեսնում է, իմ հավատքը ակտիվացնում է Աստծո խոստումները, որը տրված է ուխտի, արյան միջոցով։ Տվել է որդուն, տվել է որդուն Հիսուս, Աստված, տվել է իր որդուն, ասա տվել է, չի տվել, տվել է ինձ, ես ընդունել եմ իրան, գրված է նրա այդ ամեն բաները ինչ կխնայի, չի խնայի, կտա մնացած բաներն է, ուրեմն մնացած բաները կապված են Հիսուսի հետ, և դու պետք է հավատաս, որ նրանք շարժվեն, դու պետք է հավատքով ակտիվացնես, որ նրանք գան, դա տեղի ամենում,
Դա ստեղ է։ Ժամանակ առ ժամանակ ես ասում եմ, դա ստեղ է։ Ես տունն եմ նստած եմ ասում, դա ստեղ է։ Լավ, դա ստեղ է։ Ես զգում եմ, դա ստեղ է, ուր որ, այստեղ է։ Ուր որ ինքը կհայտնվի, դա ստեղ է։ Ճիշտ եմ ասում։ Միշտ ես դա զգում եմ, ասում, դա ստեղ է։ Որսում եմ հաճախականությունը։ Ռադիոդատչիկը միացրեցի, հավատքը միացրեցի։ Բռնեց, էկրանը բացվեց, ձայնը եկավ։ Ձեր հավատքը սկսում է կենդանի դառնալ։ Դուք ինչպես այդ սերմը ունեք, բայց ոչ մանր չեք արել։ Պահել եք ձեր բան, որոշները կործել են, պահել ենք։ Դրան պետք է ցանեք։ Դրան պետք է ջրեք։ Դրան պետք է կերակրեք։ Դրան պետք է ավելացնեք։ Լեռները կսկսեն շարժվել։ Հավատքը շարժում է լեռները։ Հավատքը շարժում է ամենակարող Աստծո ձեռքը։ Որպեսզի Աստված շարժվի, պետք է հավատք օգտագործել։ Աստված հենց այնպես չի շարժվում։ Աստված շարժվում է, որ դու սկսես հավատալ։ Նա շարժվում է, բայց օգլը դավակրուկ քեզ։ Ամեն տեղ թափվում է, բայց ոչ քո վրա։ Որովհետև հավատքն է բերում իրան։ Հայրոսը բերում էր Հիսուսին իրատուն։ Հայրոսը բերում էր Հիսուսին իրատուն։ Մենք նայում ենք Հայրոսին, բայց ես Հայրոսի մեջ մի բան եմ տեսնում, ժողովուրդ։ Դա Հայրոսը չէր ուղղակի, դա հավատքն էր, որ բերում էր Հիսուսին։ Ոչ մեկ Հիսուսին չի կարա բերի, հավատքը կարա բերի Հիսուսին։ Ուզում եք լացեք, ուզում եք թախանձեք, ուզում եք գերնին ընկեք ուժեղ երեսով, արուն լվիկ եղեք, գոռացեք, մազերներ փետեք, շորերներ ճղեք, գոռացեք ենքան, որ ձեր վրա ուժ չմնա, լացեք ենքան, եկեկացեք, դա չի շարժում Աստծուն։ Դա չի շարժում Աստծուն։ Ամբողջ աշխարհը կարիքի մեջ է, դա չի շարժում Աստծուն։ Դա չի շարժում։ Շատերը մեղադրում են Աստծուն։ Վայ, Աստված տվեց, Աստված առավ։ Աստված տվեց, Աստված առավ։ Ոչ, շատերը ասում են, բա ուր էր Աստված, բա ուր էր դու, ուր էր քո հավատքը։ Դու Աստծուց հեռու ես, դու ես հեռու, Աստված հեռու չի, Աստված մոտ է, դու պետք է հավատքով շարժեիր իրան, դու պետք է բերեր քո տուն, որովհետև քո տան մեջ մահ կար քո տան մեջ, մի փոքրիկ աղջնակ էր, որ իր պապայի գանձն էր, թանկարժեքն էր, և ինքը հասկանում էր, որ հավատքը կարա բերի Հիսուսին, հավատքը կարա շարժի, բայց մինչ հավատքը բերում էր Հիսուսին, ինչ որ մեկը հավատքով ասում էր, եթե ես դիպչեմ, ես կբժշկվեմ, և նա կանգնացեց Հիսուսին, նա կանգնացեց և ստացավ իր հրաշքը, մի ասա, թե այն հրաշք ստացավ, ես քեզ ճանապարհին շարժվի, շարունակի բերել, որովհետև նա գալու է և նա ասելու է Տալիթա կումի, Տալիթա կումի, վեր կաց աղջիկ, հալելույա, ինձ պետք է հավատք, քեզ պետք է հավատք, մեզ պետք է շարժել Հիսուսին, շարժել Հիսուսին, ոչ քո պապերի պես, ոչ քո տատերի պես, որոնք հավատքի մեջ չեն եղել, անհավատ են եղել, չինեմ ինչերին հավատացել, իրանց հավատքին չպետք է նմանվել, Աստծո հավատքին։ Այո, եթե քո ծնողները իսկական հավատքի մարդիկ են եղել, պապերը հավատքի իսկական մարդիկ են եղել, նմանվի իրանց հավատքին։ Սա գրված է, բայց առանց հավատքի անհնար է, որ Աստծուն հաճելի լինել։ Լսում եք, բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Չի ասում առանց սիրո, չի ասում առանց աղոթքի, չի ասում առանց եկեղեցու։ Եթե դու հավատքի մարդ ես, դու կսկսես աղոթել, դու կսկսես սիրել, դու կսկսես եկեղեցի գալ։ Եկեղեցին, սերը, մյուս բաները գալիս են, երբ որ առանց հավատքի անհնար լինում և դառնում հնարավոր հավատքով, այն ժամանակ սկսում է դառնալ ամեն բաներ
Տիրոջը հաճելի։ Լսեցիք առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, որովհետև նա, որ Աստծուն կմոտենա, պետք է հավատա, պետք է հավատա, պետք է, ուրեմն հավատքը պետք է, ես կարդում եմ ստեղ առաջի անգամ, կարդում եմ այստեղ առաջի անգամ, և մտածում եմ դրա մասին, քնում եմ մի օր, քնում եմ երկրորդ օրը, քնում եմ այս խոսքը բերանից, ես ասում եմ դա, ես շարունակում եմ ասել, կամ կրկնում եմ, այն խոսքը, որ գրված է, հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է, չերևացած բաների ապացույցն է։ Այս խոսքն եմ ուզում հասկանամ 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, 20 օր, 30 տարի, մի օր, 10 տարի, 20 տարի, 30 տարի էլի։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, ինչի մասին է խոսքը, առանց հավատքի, առանց հավատքի, առանց հավատքի, շեշտադրություն առանց հավատքի, նա որ կմոտենա, նա որ կմոտենա, նա որ կմոտենա, նա որ կմոտենա, պետք է։ Կանգ եմ առնում, պետք է խոսքին, պետք է։ Հավատքը պետք է։ Եվ սա հրամայական է, պետք է։ Դու առանց հավատքի կարող ես լինել, բայց այստեղ գրված է պետք է։ Դա հրամայական է, պետք է։ Պետք է հավատա։ Չի կարա չհավատա ու լինի։ Չի կարա չհավատա և բաներ տեղի ունենան։ Բաներ տեղի կունենան միայն հակառակ կողմի վրա։ Ոչ ուղիղ։ Պետք է հավատա, որ Աստված կա։ Ժողովուրդ Աստված գոյություն ունի։ Մենք ժամանակ առ ժամանակ այս բան ենք ասում ենք, ճոգում եք Աստված իրականում գոյություն ունի, Աստված կա։ Մենք հավատացյալներս մենք զարզանդում ենք, Աստված կա էլի, Տեր Աստված։ Այսքան ժամանակ ես հավատքի մեջ, Աստված կա էլի, հա էլի։ Ժողովուրդ նայեք հոգևոր աշխարհին ինչ իրական ասում են։ Էս եղավ, նա ինչ իրական է հոգևոր աշխարհ, Տեր Հիսուս։ Դու տանը բաներ ես խոսած, եկել էստեղ լսում ես, մեկ էլ իրար սենց եկան, Աստված կա էլի, իրոք էլի ճիշտ է, ես ինչ իրական է հոգևոր աշխարհը, չէ, պետք է, ասեք պետք է, ինձ պետք է հավատալ, օգտագործել հավատքը, նա այդ ֆենի նման է, կամ մի բանի նման է, որ քեզ պետք է, դու դրան օգտագործում ես ամեն օր օգտագործում ես, ամեն օր օգտագործում ես, ամեն օր դու դրան օգտագործում ես, ճիշտ է, դուք ինչ եք անում, ռասխոդ եք անում, չէ, ռասխոդ եք անում, երբ որ օգտագործում եք, ճիշտ է, չեմ լսում, դուք ունեք ահաս, մաքրող հեղուկ, դուք օգտագործում եք նրան, չէ, լավ ժամանակ առ ժամանակ եք օգտագործում, բայց նա հատնումա, չէ, ինչ է պետք է, որ նորից ունենաք, չէ պետք է, որ նորից առնեք, չէ պետք է, նորից հավատքը պետք է, ուրեմն նրան պետք է ամեն օր լցնել, կերակրել, որպեսզի նա ռասխոտ տա, նա իրականացնի, նա ծախսվում է, դու ծախսում ես քո հավատքը, շատերը իրանց հավատքը չեն ծախսում, ունեն այդ մի հատիկը և վերջ, բայց նրան պետք է ավելացնել, և նրան պետք է ռասխոտ տալ, պետք է նրան աշխատացնել, և գիտեք ինչ ասում ստեղ, ասում է, պետք է, որ հավատա, թե Աստված կա, վերջի պարբերությունն է ասում, ես սկզբինը չկարծացի, սկզբի պարբերությունն է չասեցի, բարերը մտք է, եկեք սա հանգիստ թողանքը մի, մեկա պետք է դեր խոսամ, պետք է դեր, ավանակը պետք էր Իսուսին, ինչ էին անում, արցակում էին, ասեց ինչ կասեն, որ այդ ինչ եք անում, ասեք ինչ ասեք, Տիրոջը պետք է, որպեսզի Տերը դրա միջոցով կա, դա իմ փոխադրամ միջոցն է հավատքը, որին ես արցակում եմ այսօր, դա պետք է Տիրոջը, ճիշտ է,
Առանց հավատքի անհնար է Տիրոջը հաճելի լինել։ Նա որ գալիս է Տիրոջը, ասեք գալիս է Տիրոջը։ Տերը չի գալիս, դու ես գնում։ Տերը չի գալիս, դու ես գնում։ Դու ես գնում Տիրոջը։ Ինչ ես անում Տիրոջը, փնտրում ես, ճիշտ է։ Ինչա պետք է անել Տիրոջը, փնտրել։ Չէ պետք է փնտրել։ Խեմ փնտրեմ Տիրոջը, որովհետև ես իր կարիքն ունեմ։ Չգիտեմ ով կարիքը չունի Տիրոջը, բայց ես ամեն օր կարիք ունեմ։ Այսօր մի կարիք ունեի, գնացի Տիրոջ մոտ։ Տարին մի անգամ խնդիր ունեցավ ու գնաց Տիրոջ մոտ։ Տարին մի անգամ պրոբլեմ ունի ու գնում է Տիրոջը մոտ։ Հետո գալիս է աստեղ, ասում է, մի հատ կարող եմ Մարգարյամալ լոբան ունենաս Տիրոջից ինձ համար եղբայր։ Չունեմ։ Նրանց վրա ում վրա Մարգարյացել եմ երբևիցե։ Շատ։ Ասում են քո մարգարությունից երկուսն է կատարվել, մնացածը ծեփ էին։ Ծեփը գիտեք, չէ՞ որ թափվում է պատից, սվաղ էր։ Ես բան չեմ ասում, լսում եմ։ Ասում եմ, բայց երկու մարգարություն կատարվել է։ Առաջինը, որ ասեցիր, հիշում եք ջրանցքը, որ Դավիթը անցավ իր գեներալների հետ, կույրերի ու կաղերի ինվալիդների, ջարդեց դրանց։ Հիշում եք այդ քարոզս, որ պարանի ծայրից կախված էին։ Ասում եմ, նրանց կյանքը վտանգված է, շատերը պարանի ծայրից կախված են։ Կամ ընկնում ես, քեզ սպանում են, կամ իջնում ես ու սպանում ես իրանց։ Երկու տարբերակ, ուրիշ տարբերակ չկա։ Ասեցի կամ դուք պետք է ընկնեք, կամ պետք է իջնեք եւ կռվեք։ Որոշները ընկան եւ ասեցին, սա մարգարություն էր մեզ համար, կատարվեց եւ երկրորդը մեր հարցի ուղղությամբ մարգարություն էր, մեր հարցը շարժվում է շատ ուժեղ այսօր։ Մնացածը ծեփ էր։ Ուզում եմ մի բան ասեմ ձեզ։ Մարգարությունները, որ տրվում են, դուք դրա համաձայն պետք է պատերազմեք։ Դա քո տեղը ոչ մեկ չի անելու։ Ինչի չի կատարվում, որովհետև եկել են Տիրոջը, ինչի համար են եկել, գտել են Տիրոջը։ Տերը լսել է, Տերը պատասխանել է, Տերը շարժվել է, որի մասին լսել են ու չեն եկել Տիրոջը, իրանց հետ ոչինչ չի կատարվել։ Երկրորդ բանը, այստեղ գրված է, նա որ գալիս է Տիրոջը, պետք է հավատա, որ ինքը կա եւ իրան փնտրողներին վարձատրում է։ Ասեք վարձատրում է։ Կներեք ամիսը քանի անգամ եք վարձատրվում։ Ամիսը քանի անգամ եք վա։ Մի անգամ, լավ չէր լի երկու անգամ լեր։ Լաուրա, լավ չէր լի ծնունդս երկու անգամ լեր, 3 անգամ։ Մի հատ աշխատավարձ ստանայի, մի հատ են ինչ են ստանում։ Պրեմիա, մի հատ է մրեմիա, մի հատ էլ ինչ են ստանում էլի ինչ է։ Ավանս, էլ ինչ կա։ Բանը արձակուրդային կա։ Տարվա վերջում լավ որպես աշխատողի էլի, չէ ինչքան աշխատավարձեր կա։ Ուրեմն ինչ ես արել, որ քեզ այդքան փողեր են տալիս։ Ճիշտ ես աշխատել, չէ՞։ Բայց հավատքի կյանքում չի գրված, որ ամիսը մի անգամ ենք մենք աշխատավարձ ստանում, գրված է վարձատրման է։ Իրան ամեն փնտրտունքը ինքը վարձատրում է։ Ապրեք Աստծո վարձատրության, ոչ թե աշխատավարձի վրա հույս դնելով։ Հալելույա։ Ինչ որ մեկը վարձատրվում է Տիրոջից, նա որ փնտրում է Տիրոջը, Տերը նրան վարձատրում է։ Էй! Պետք է, ասեք պետք է, հավատքը պետք է, դա անհրաժեշտություն է։ Մի բան ասեմ ձեզ, 1, 2, 3, 4, Տեր Հիսուս, 6 Ես դեռ ես կամ չեմ խոսացել։ Տեսեք, 2 էջ ստեղ, 1, 2 գրված էր եստեղ, 4, 6, 10, 14 Ես տեղ եմ, կեսում եմ, խոսացել եմ ես կամը, ես կամն եմ խոսացել, ինչ ես, բան չեմ խոսացել եմ,
Պարտադիր պահանջը սա է, գալ Աստծո մոտ։ Պահանջը սա։ Նա որ հավատում է, որ Աստված կա, պետք է գա իր մոտ։ Օրվա մեջ ընդհանրապես շատ է մտքով չի ասում, պետք է գալ Աստծո մոտ։ Պետք է գա, սա պարտադիր պահանջ է։ Նա որ գալիս Աստծո մոտ։ Դու ասում ես պարտադիր չի գալը Աստծո մոտ։ Դու ասում ես պետք չի Աստծո մոտ գալը, պարտադիր չի դե։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Ես գնում եմ իմ ճանապարհներով։ Աստծո մոտ չես գալիս։ Դու ուրեմն գնում ես քո ճանապարհներով։ Ամեն օր լան նայեք, ամեն օր նայեք, գալիս եք Աստծո մոտ։ Ես չեմ խոսում դուք աղոթում եք, թե չէ։ Ես չեմ ասում դուք եկեղեցի եք գալիս, թե չէ։ Դրա մասին չեմ խոսում։ Կարա ֆիկտիվ աղոթքներ լինի, կարա ֆիկտիվ եկեղեցի գալ։ Կամ գամ, որովհետև ինչ-որ մեկ ուզելա, որ ես լինեմ այստեղ։ Ոչ, ես պետք է գամ Աստծո մոտ։ Աստված անձ է, անձ, ավելի իրական քան ես, քան դու։ Աստված անձնավորություն է ռեալ, նա հավիտենական է։ Ասեք էություն, ասեք ապացույց, ասեք հույս, ասեք հավատք, ասեք հաստատություն։ Լսում եք այս բառերը, սրանք հավատքի մասին է խոսում։ Սա հավատքի մասին է, դեռ չեմ խոսած սրա մասին։ Սա արդեն Եբրայեցիների 11:1-ը ընդհանրապես գրված եւ մի ամբողջ քարոզ է, սա մի ամբողջ թեմա է, թե ինչ է հավատքը, որ Պողոս առաքյալը Հռոմեացիների 11:1-ը ասում է, դուք ուղղակի կարդում եք, ասում եք, այ ես գիտեմ, հավատքն էլ ասենց անգիր բառեր, ուսացած բան է ասած, չելևացած բաների ապացույցն է, բայց ինչ է, մի քիչ անհասկանալի է, չեմ ջոգում, ասենց, վրոցի գիտեմ, անգիր գիտեմ, բայց ինչ է այդ էությունը, որը ունի հավատքը։ Եթե ես դա չեմ շոշափում իմ հոգու մեջ, եթե դա իմ մոտ վկայություն չի, դա հավատք չի։ Մարդիկ աղոթում են, ասում են, եղավ այս բանը։ Աղոթում ենք, եղբայր, դու, մի հատ է եղբայրը, դու էլ, եղբայրը, աղոթենք միանդ, եղբայր։ Աղոթում ենք, ինչի համայնք աղոթում, կարևոր չի ինչի համայնք աղոթում, կարևոր որ ստացել ենք արդեն, դեռ չեն աղոթել, ստացել ենք արդեն։ Դե գրված է 2-3 հոգի, որ ինչ-որ բանի հիմա հավաքվեն, ինչ-որ բանի հիմա հավաքվեն, չգիտենք ինչի համայնք հավաքվեն, լավ, դու սկսի աղոթել, դու աղոթեցի, ես փառք Տիրոջը արդեն ստացանք։ Հա որ, բայց ես դա չզգացի, ես դա չառա, վկայություն չեղավ, իմ մեջ չշոշափեցի դրան, ձեռ չտվի, դա իմ մոտ վկայություն չեղավ, ոնց է դա կատարված արդեն։ Սա կրոնական կազմակերպություն է, 3 հոգանոց սեկտա։ Հավատքը ասում է կա։ Հավատքը ասում է Դրա մասին պետք է խոսեմ, որ հավատքը ասում է կա։ Ռուսերենում լավ ասում, վերա есть։ Եվ դրա մեջ շատ խորը բաներ։ Իսկ հիմա պետք է հավատքը։ Ինչ է հավատքը։ Սկզբունքը հավատքը։ Եվ հավատքը ինչի համար է, որ դու ունենաս, եւ Աստված քեզ տվել է, նա պետք է։ Ես պետք է հավատքով ապրեմ, հավատքով խոսամ, հավատքով մարգարեմ, հավատքով ստանամ իմ տունը, հավատքով ստանամ իմ մեքենան, հավատքով ստանամ իմ օրհնությունները, հավատքով գան իմ ֆինանսները, որը աշխատավարձի մեջ չի մտնում։ Աշխատավարձը հանգիստ է, դա կասա։ Ստացի Աստծուց վարձատրություն ամեն օր։ Ամեն օր։ Աստված վարձատրում է ամեն օր։ Մի օր մեկը գրել է, ինչի եք ծափահարում, հենց գիտեն ինձ են ծափահարում։ Մենք ծափահարում ենք Տիրոջ հայտնությունը, Տիրոջը։ Ինձ ոչ մեկ չի ծափահարում։ Ոտքի կանգնենք, ժողովուրդ։ Հալելույա։ Աղոթեք, ծափ տվեք, մի դադարեք։ Հեսա հով միշանգած ես ծափու ծիծաղ, թրվռալ, ամեն ինչ անել դիտա։ Դեր ողորմա ինձ։ Դեր ողորմա ինձ։ Հալելույա, Հիսուս։ Մենք գալիս ենք քեզ։ Մենք գալիս ենք քեզ։ Մենք գալիս ենք քեզ։ Հալելույա։
Հալելույա Իսուս։ Սրբորանը մաշատեն։ Նա որ գալիս է ինձ, ես նրան բնավ դուրս չեմ անի։ Հալելույա Իսուս։ Մենք շնորհակալ ենք քո արյան համար, քո սրբության համար, քո հավատքի համար, որ դու կաս, որ դու կաս, որ դու կաս։ Դու չես եղել, դու չես լինելու, դու կաս։ Աստված չի եղել, Աստված չի լինելու, Աստված կա։ Ժամանակը իմ ու քո համար է ստեղծված, բայց Աստված ապրում է ժամանակից դուրս, ժամանակից վեր, ժամանակից բարձր։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Այն հավատքը, որ ես ունեմ, հաղթում է աշխարհին։ Այն հավատքը, որ դու ունես, հաղթում է աշխարհին։ Այն հավատքը, որ ես ու դու ունենք, հաղթում է սատանային։ Այն հավատքը, որ ես ու դու ունենք, նա բերում է օրհնություններ։ Նա քաղում է, նա ստանում է Տիրոջ հրաշքները։ Հալելույա։ Աղոթեք լեզուներով։ Դու գիտեք, որ հավատքի մեկ այլ ասպեկտը լեզուներն է, որով մենք շինում ենք ամենասուրբ հավատքը, աղոթելով Սուրբ Հոգով, ասում է Հուդայի նամակը, հալելույա, քյուրոլամա շեքեպա, քյուրոլամա քիրալա մոշե, քո լեզուները խոսում են քո հավատքի մասին, Hey, Baharala, Boshikima, Ekitara, Bokutere, Killa Lama Kirolo, Boshe, Rabate, Killa Lama Kirolo, Boshin. Hallelujah! Yura Baba Kirola Bahi, Killa Mashi Kirola Bae, Adim Karak, Adim Karak. Hey, Ինչ բանի ամարել դու փնտրես Տիրոջը, նա վարձատրելու է քեզ, հալելույա, վարձ կա Տիրոջը փնտրելու մեջ, և պետք է դու ունենաս հավատքը, պետք է օգտագործես քո հավատքը, պետք է աճացնես քո հավատքը, Աստված այստեղ քանդում է կրոնական մտածելակերպը, Աստված այստեղ ջարդում է կրոնական բացերը, հալելույա, շնորհակալ եմ, որ դու վերականգնում ես, շնորհակալ եմ, որ դու թույլ ես տալիս լինել այստեղ, շնորհակալ եմ, որ դու թույլ ես տալիս խոսալ, արձակել, մարգարյանալ, հռչակել, ծառայել, Հիմա կանամոշիդանամաշայա պատեհի, Kido lama kido rolo moshite. Հավատքի օգին այստեղ, հավատքի օգին այստեղ, Kidulamakin, kidurelema, kidulemae, kidalamate. Iman sharidin imanalamashi, elan shirelalaamakin, kidulamakitarala boshiyim, lva kwarunov, serpi kwarunov. Մակրի քո արյունով, ների ամեն մեղք, ջնջի ամեն անօրենություն, ջնջի ամեն հանցանք, ների մեզ մեր մեղքերը, ների մեր մեղքերը Տեր, ների մեր պարտքերը, Հիսուս, հալելույա, հալելույա, վերականգնի մեր հավատքը, վերականգնի հավատքը, հավատքը վերականգնում է ապաշխարության միջոցով, դա ասում է Եբրայեցիների 6-րդ գլուխը, հալելույա, Պինալամոն, պինալաբաշիմ, եղեք բժշկված, եղեք ազատ, եղեք առողջ, եղեք բժշկված, եղեք առողջ, եղեք բժշկված, եղեք ազատ, ների մեզ Տեր, լվա մեզ Տեր, սրբի մեզ Տեր, հալելույա, մեզ պետք է հավատքը, որպեսզի նրանով գործենք,
որպեսզի նրանով շարժվենք, որպեսզի նրանով ստանանք Աստծո խոստումները, որպեսզի նրանով Աստծո բազուկը շարժենք, որպեսզի լեռները տեղափոխվեն, որպեսզի թթենիները արվատախիլ լինեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, հալելույա, հինգ րոպե, քիլո լաբա շահե, քիփորեմա փաշահե, քիլա լամա քիտորե դեվա շահայա, հալելույա, հալելույա, բայց առանց հավատքի, ես էլ ասում եմ ոչ առանց հավատքի, այլ հավատքով, նա որ կմոտենա Աստծուն, նախ եւ առաջ պետք է մոտենա եւ հավատա որ նա կա եւ նրան փնտրողներին վարձատրում է Տերը, իմ վարձատրությունը քեզանից է, Աստված վարձահատույց Աստված է, այսօր աշխատավարձի օրը ինչ որ մեկի համար, այսօր վարձատրության օրը ինչ որ մեկի համար, հալելույա, աղոթեք մի քիչ, մտածեք սրա մասին, աղոթեք ինչ որ լսեցիք, հալելույա, հալելույա, հավատքը սկզբունք է, երբ որ կասեն ինչ է հավատքը, ասա հավատքը սկզբունք է, հավատքը օրենք է, հալելույա, նա ակտիվացնում է Աստծո բոլոր խոստումները, դա մի օրենք է, որ ակտիվացնում է Աստծո հրաշքները, նա մի օրենք է, որ ակտիվացնում է Աստծո օրհնությունները, նա մի օրենք է, որ ակտիվացնում է ինձ համար օրհնությունները, ֆինանսները, մեքենաները, տները, հալելույա, հալելույա, Աստծո հավատքը ունեցեք, մանանեխի չափ հավատքը տնկեք ձեր սրտի մեջ, քիրոմաշա քիրոլոն, քիրոլեմա քիրաբաշատե, քիրոլոմո կուպատերի մա քիտորենը բա, քիրոմոլեմա քիբարաբա շոտորենը մանեխա, մապադե քիտորենը շիբերեդիմ, ay, բոդի, ay, մաչիդորամ, Շիբոդին, Հալելույա, 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 այն ինչ աչք չի տեսնում, այն ինչ ակրան չի լսում, Աստված պատրաստել է իրան սիրողների համար եւ նա գցել է մեր սրտի մեջ, նա արդեն դրել է այդ հիմքը, այդ սերմը, դու հավատք չես ունեցել քո պապերից ժառանգած, երկրի ավանդույթներից ժառանգած, ոչ էլ ձեր հայրերի անուղիղ ճանապարհներով ստացած, դուք ստացել եք հավատք Քրիստոսի պատվական արյան միջոցով, հավատքը դա արդյունքն է ապաշխարության, որ ես ու դու ապաշխարեցինք, մեր մեջ Աստված հիմք դրեց, Աստված մեր մեջ հավիտենական սերմ տնկեց, Աստված մեր մեջ հավիտենական սերմեր բերեց, հինոմո շահե, իդամ բարելոն, քիդոմ մոպալը եմ բարաշ, քիդոլեմ արերի կդորոն, հավատք, քնում ես հավատք, ապրում ես հավատք, խոսում ես հավատք, մտածում ես հավատք, ամեն մեր գործողությունները խոսում են դրա մասին, Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը
Մեր ամեն մեկից հետ լինի, հիմա միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն, չորեքշաբթի օրը ես ստեղծարարություն կանեմ, դաս կանենք, ծոմապահություն կանենք, ուզում եմ իմ սրտի մեջ եղածը կիսվեմ, այդ օրը, ոնց որ անում ենք ամբողջ ծմերը, այդ օրը մի հատ դաս կանենք, երկու հատ դաս կանենք կամ 3 հատ, ծոմապահություն կանենք, եկեք ամբողջ շաբաթը, եկեք աղոթենք իրար հետ, ամեն առավոտ, հետո եկեք լսեք նորադարձերի դասերը, հրաշալի դասեր, կարիք ունեք հաստատվելու, բոլոր իմացած բաները ավելի հստակությամբ և ավելի լավ իմանալու համար, Տերը ձեզ հետ